Մարդիկ կան, որ ապրում են ատլետիկայի համար, կամ մարդիկ էլ, որ ապրում են ատլետիկայով։ Լոռու մարզի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արտարյանին ի վերջո հաջողվեց խզել 8 տարի տևող լռությունը։ Արդեն երկրորդ տարին է օգոստոսի 30-ին Լոռու մարզում նշվում է ցատկորթի օր մարզական մրցաշարը։ Հեռացատկում, բարձրացատկում եւ եռացատկում իրենց ուժերը փորձեցին հանրապետության լավագույն ցատկորտները։ Լոռու մարզը, որ ժամանակին աչքի է ընկել սպորտում գրանցած հաջողություններով, մի քանի պարզ պատճառներով այսօր կորցրել է իր երբեմնի հաղթական փայլը։ Քաղաքապետը թող իմանա, որ քաղաքում կա 100-ից ավել բարձր կրթությամբ ատլետիկայի մասնագետներ, թեթև ատլետիկայի մասնագետներ։ Ու միակ մարզադպրոցն է, որ մասնագետ չի ղեկավարում։ Իսկ ատլետիկան կազմված է 47 ձևերից, ենթաձևերից։ Տնօրենը ոչ թե Գազպրոմի կառավարիչի նման մանիտորներով պետք է ղեկավարի, այլ պետք է լինի երեխաների մեջ, պետք է հասկանա սպորտը, նրանց տրավմաների մասին մտածի, նրանց դարդի ցավի մասին մտածի։ Իսկ մեր ընդհանրապես շատերը չեն էլ ճանաչում իրեն։ Մեր քաղաքապետը թող մտածի, ինչքան շուտ փոփոխություն կատարի մարզադպրոցի ղեկավարման ուրեմն ցանցում, ինչքան մասնագետ նշանակվի, որ մենք կարողանանք մեր ատլետիկան բարձրացնենք բարձր մակարդակի։ Ֆեդերացիայի նախագահը բազմիցս է դիմել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանին ատլետիկայի մարզադպրոցի ղեկավար կազմում փոփոխություններ մտցնելու, մասնագետներով հագեցնելու համար։ Ակնհայտ է, որ Լոռու մարզում ատլետիկան զարգացնելու համար կան հարմարավետ բոլոր պայմանները, հատկապես նետումներ անցկացնելու համար։ Համապատասխան մասնագետ չունենալու պատճառով, սակայն մրցաշարերում այդ մարզաձևից գրանցում ենք 0 միավոր։ Նետումների մարզիչներին տնօրենը եւ Գևորգյան Գուրգենը շատ արագ իրենց ասելիքը ասեցին, հեռացրեցին։ Հիմի այս դաշտը նետումների համար դարձել է խոթարկ։ Ապրիլից մինչև օգոստոս ամիսը խոտը բարձրանում է մի մարդու հասակի չափ։ Հնձելուց չորացնելուց հետո ելի կտեսնեք խոտը նետումների հատվածում է դրված։ Այսինքն մարդը չի թույլատրում պարապմունք անցկացնեն, ով պետք է մտածի այդ մասին։ Ես քանի անգամ դիմել եմ քաղաքապետին այդ տեսակետից, բայց քաղաքապետի ու Գևորգյան Գուրգենի ասածները նույնն են, ոչ մի արձագանք։ Ես օրինակ բերեմ ձեզ, Գյումրիի տնօրեն, սպորտ դպրոցի տնօրեն Յաշա Եղիազարյանը իր լավագույն մարզիչներից մեկին գնաց, նետումների մարզիչներից մեկին գնաց Ռուսաստանից գտավ, բերեց ու իր մոտ նետումներ սկսեցին պարապել։ Հիմի համահայկական խաղերում Գյումրիի մարզադպրոցը, Գյումրիի թիմը 12 թե 13 ձևերից նետումներից է մեդալներ վաստակել, իսկ իրողականը ոչ մի տեղից։ Շնորհիվ մեծ ցանկության եւ աշխատասիրության համահայկական խաղերում Վանաձորը գրավել է 3-րդ տեղը։ Արդյունքը գոհացուցիչ է, եթե հաշվի առնենք, որ նախորդ համահայկական խաղերում զբաղեցրել ենք 9-րդ հորիզոնականը։ Ունեցել ենք 18 մեդալ, որոնցից 10-ը շնորհիվ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Գոհար Նազարյանի, որն այսօր աշխատանք չունի, ասում է, որքանով է սա արդարացի։ Տարիներ շարունակ որպես դպրոցի ուսմասվար եւ որպես մարզիչ Գոհարը եւ իր տղան աշխատել են ճնշումների ներքո։ Այն աղջիկները, ովքեր որ մեծ շուկով հաղթեցին 4 անգամ 400 մետր արգելավազքում, 100 մետր վազքում, Լիլիթ Հարությունյանը 3 ոսկի մեդալ շահեց, այդ բոլոր մեր աշակերտներին թվով 15 հոգի տնօրենը եւ սպորտ կոմիտեի նախկին նախագահ 20 տարի ղեկավարեց քաղաքի սպորտը դուրս արեցին թեթև ատլետիկա պարապելու իրավունքից զրկեցին նրանց։ Ես եմ մի քիչ տերություն արել, դպրոցի դահլիճներ եմ վարձակալել, ստադիոնի սառցապատ ուրեմն վազքուղիներում են պարապել, չեն թույլատրել մասնակցելու պարապմունքներին։ Մարզիչների աշխատանքի մեջ կա որոշ լարվածություն եւ եթե դա վերանա, կարծում եմ մարզչական կազմը այնպեսին է, որ կարող է վերականգնել Վանաձորի հին լավագույն ավանդույթները, երբ որ հանրապետության հավաքականում 40-50% հավաքականի կազմեր Վանաձորը։ Ինչևից է աշխատանքները տարվում են, այսօր էլ հավաքականում մենք ունենք մարզիկներ, սակայն արդյունքները բավականին համեստ են։ Առաջնության գլխավոր հովանավորն է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Լոռու մարզային ներկայացուցչությունը, իդեմս ղեկավար Վանաձորի համայնքի հավաքանու անդամ Գևորգ Շահինյանի։ Ատլետիկան օլիմպիական մրցաձև է, ուստի կոմիտեի եւ հատկապես Լոռու մարզային ներկայացուցչության աջակցությունը որքան տրամաբանական, նույնքան էլ անհրաժեշտ է մարզիկներին խրախուսելու եւ լավագույններին բացահայտելու առումով։ Ֆինանսական աջակցության հարցում մեծ է եղել նաեւ Ադիկ Արտարյանի ընկերների դերը։ Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով եւ մրցանակներով։ Բարձրացածքում առաջին 3 հորիզոնականները
տեղերը գրաված աղջիկները մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով։ Երևանում ավելի լավ է, քանի որ այնտեղ ենք պարապում։ Ընդհանուր լավ էր, նոր տեղ, նոր զգացողություն, բայց չէ, արդյունքից մի քիչ դժգոհ ենք։ Պարապմունքները լավ են, արդյունքս այդքան էլ չէ։ Իմ մարզիչի ընկեր Գոհարն է, մենք պարապում ենք այստեղ։ Այդքան է գոհ չեմ արդյունքիցս, պարապմունքներին ավելի լավ եմ ցատկում Երևանում, տնտեսական ստեղ այդքան էլ լավ չստացվեց իմ մոտ։ Հերմինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։